Պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը մասնագիտության բերումով կարևորագույն դասերը քաղում է պատմությունից, թեև կյանքի ուսուցիչ համարում է հորը։ Մեր կյանքի առաջընթացը պայմանավորում է բոլոր ոլորտների միաժամանակյա կայացմամբ։ Դժվարին իրավիճակում հայտնվելիս փորձում է ապավինել սեփական ուժերին։ Կյանքում տպավորիչ պահեր շատ է ապրել, սակայն դրանցից առանձնացնում է երկուսը՝ առաջնեկի ծննդյան եւ Շուշիի ազատագրման օրերը։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է, եւ մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք պատմաբան Արմեն Ասրյանին։ Ողջույն ձեզ, պարոն Ասրյան։ Բարև ձեզ, այսօր։ Ցեղասպանության թեման մեր ժողովրդի կյանքի, կենցաղի, ապրելակերպի անբաժանելի մասն է դարձել։ Եվ դա տարածվում է հասարակության գրեթե բոլոր շերտերի վրա, նաև ներառելով Սփյուռքի մեր հայությանը, այսինքն մեր ամբողջ ժողովրդի քննարկման, հետաքրքրության, կյանքի մի կարևորագույն, այսպես ասած, դրույթներից, երևույթներից մեկն է։ Եվ այս առումով հատկապես աշխատանք է տարվում, ջանքեր են գործադրվում եւ բոլորիս նաև, այսպես ասած, փափագն է, տեսիլքն է, որ այն ինչ որ կատարվել է անցյալում մեր ժողովրդի հետ, դա ճանաչվի եւ դատապարտվի։ Ճանաչվի, դատապարտվի ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ մասնավորաբար ցեղասպան պետության Թուրքիայի կողմից։ Այս ճանաչման շքերթը, որ 2000-ականներին հատկապես թափ առավ, մի շրջան հետո նվազեց, կարծեք թե նոր շնչառություն է ստանում։ Եվ այդ նոր շնչառությունը կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս առաջին պապի այդ ցեղասպանության ճանաչման վերահաստատման իրական իրողությունն էր, որ մենք օրեր առաջ ականատես եղանք։ Կարծում եմ վերջին իրադարձությունը իրոք պատմական նշանակություն ունի եւ կարծում եմ նաեւ, որ այս իրադարձությունից հետո կհետևեն բազմաթիվ երկրների կողմից այս մեծ եղեռնի դատապարտում կամ ճանաչում, ինձ թվում է բազմաթիվ երկրներ կհետևեն Հռոմի պապի օրինակին։ Ուղերձ էր։ Պապի խոսքը կարծեք եւ ուղերձ էր եւ առիթ էր մի տեսակ միջազգային ասպարեզում ազատականացման ուղղությամբ։ Ճիշտ է ինտերնետային նյութերից տեղեկանալով, բայց արդեն Հռոմի պապին հետևել են մի շարք երկրներ, որոնք դատապարտել եւ ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Բայց եթե անկեղծ լինենք, իսկ ես հակված եմ միայն անկեղծ խոսալու, ես միջազգային ճանաչմանը իհարկե դա շատ լավ է, ես այսպես ասեմ, միջազգային ճանաչումը շատ կարևոր պայման է մեր արդարացի իրավունքները վերականգնելու համար, բայց պարզապես կցանկանայի, որ վերջին իրադարձությունից մենք շատ չոգևորվենք, շատ չտարվենք այդ միջազգային ճանաչման խնդրով։ Ճիշտ է, հետևելի են, ել եմ ասում, եւ դա շատ լավ է, որ մենք մեր իրավունքները, մեր ձայնը կարող ենք ավելի բարձր հնչեցնել, բայց դա մեզ չպետք է մղի հանդարտության, հանգստության, անգործության ամենակարևորը, որովհետեւ քանի երկիր էլ ուզում է ճանաչի, 1965-67 թվականից այդ process-ը գիտենք սկսվել է։ Քանի երկիր էլ ուզում է ճանաչի, ի վերջո մենք ենք մեր իրավունքները, մեր կորսված իրավունքները վերականգնելու։ Եվ սա պիտի մեզ համար ել եմ ասում, մենք չընկնենք էյֆորիայի մեջ։ Շատ լավ է, ճանաչել են, նշանակում է մեր գործն իրոք պահանջատիրության առումով արդար է։ Ճանաչման 3 մակարդակ է միշտ առանձնացվում։ Եվ այդ մակարդակների մեջ չի նշվում հայրենազրկումը։ Եվ միայն, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի կողմից
այդ ճանաչման հայտարարության մեջ է դա արձանագրված, իսկ մյուս բոլոր խորհրդարանների կամ կազմակերպությունների այդ ճանաչման բանաձևերում գացեք թե այդ մասին որևիցե բան չկա։ Գերազանցապես դրանք կրում են 15 թվականի իրադարձությունները դատապարտող բանաձևեր, ուղղվածություն ունեն։ Հայրենազրկման մասին իրոք չկա եւ եթե խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին, մենք պիտի իմանանք նաեւ, որ այո, միայն ճանաչել են իրադարձությունները, մեծ եղերնը, բայց նրանք Թուրքիայից որևէ պահանջ չեն դրել, որ վերականգնել պատմական արդարությունը, հայոց հայրենիքը վերադարձնել իրենց տերերին, նման կետեր իրոք ոչ մտեղ չկա։ Եվ երբ որ մենք հետևենք այդ միջազգային ճանաչման գործընթացին, մենք կտեսնենք, ենթադրենք հիմա ճանաչեցին 100-ից ավելի երկրներ, չէ՞, ցեղասպանությունը։ Դրանով գործընթացը չի ավարտվելու։ Դրանից հետո կարծեք թե պիտի սկսվի մեկ այլ գործընթաց, կարծեք սկսվել է արդեն։ Մեր Կիլիկիո կաթողիկոսարանը Արամ առաջինի գլխավորությամբ հայտ ներկայացրել է պատմական այդ վանքերը նույն Աթորանիստը Սիս քաղաքում վերադարձնելու։ Սա ինչ ազդեցություն կարող ունենալ եւ Թուրքիայում էլ կարծեք թե այդ վերադարձման նշույլները երևում են, որոշակի քայլեր կարծեք թե անում են։ Սա ճիշտ ճանապարհն է, որ պիտի պահանջենք, պահանջատեր լինենք, բարձրաձայնենք, դա բնականաբար ճիշտ ճանապարհն է, բայց որ Արամ կաթողիկոսի պահանջները կբավարարվեն, դա ես ճիշտ ասած խիստ կասկածում եմ։ Գուցե իրենց բնորոշ ձևով թուրքերը 1 կամ 2 դեպքում ինչ որ բավարարություն տան հարցին, այն էլ մասնակի ձևով, բայց մեր հազարավոր եկեղեցիները, հազարավոր գյուղերը, տարբեր պատմամշակութային հուշարձաններ, ձեռագրեր ոչնչացվել են, գնացել են։ Այդ չենք խոսում պատմական հայրենիքի մասին։ Իսկ թուրքերը գիտեն, որ 1920 թվականից իրենց համար սրբազան գործ են համարել Արևմտյան Հայաստանում հայերի ոչնչացումը եւ այնտեղ հայերի վերադարձի կանխումը։ Այդ առումով ես դրա հետ ամենևին լուրջ հույսեր չեմ կարծում, թե կարելի է կապել։ Տարբեր տեղերից հնչում են տարբեր կարծիքներ, որ պահանջատիրությունը ուտոպիա է, ովքեր են գնալու այնտեղ ապրեն, մենք ունենք Ղարաբաղի վերաբնակեցման խնդիր, այսօր մեր երկիրն է բավական լուրջ խնդրի առաջ կանգնած արտագաղթի, ինչպես եք նայում այս կարծիքին եւ արդյոք ճիշտ է այսպիսի հրաժարման կամ այսպիսի նահանջի քայլ կատարելը։ Պահանջատեր լինելու համար, որքան էլ ներկայիս պայմաններում թվա դա շատ դժվար կամ անհնարին, մենք պետք է հասնենք մեր ներկայիս պետականության հզորացմանը, գերհզորացմանը, ոչ միայն հզորացմանը։ Եվ բազում ապացույցներ կան պատմության ընթացքում, որ մենք կարող ենք մեր առջև դրված խնդիրները իրոք իրագործել։ Առանց ուժի, խոսքը միայն ռազմական ուժի մասին չի, տնտեսական, ռազմաքաղաքական, սոցիալական, շատ կարևոր է, որ մեր երկիրը լինի այդ բոլոր առումներով շատ բարձր մակարդակի։ Եվ ժամանակակից աշխարհում ես երևի առաջինը չեմ լինի, շատեր ինձ հետ համաձայն կլինեն, երևի թե որ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացը հնարավորություն կտա այդ հարցը ցանկացած գերբարդ խնդիրներ լուծել։ Գիտատեխնիկական ներկայիս մակարդակում հնարավոր է երկիրը մի քանի տասնամյակում կամ մի քանի տարիների ընթացքում հասցնել այնպիսի հզորության, որ կարողանանք արդեն ոչ թե միայն թղթով պահանջել, այլ նորագույն ինչ-որ տեխնիկայով, զենքով, չգիտեմ, այլև կամ գաղափարական պայքարի մեջ ինչ-որ հաջողությունների հասնենք։ Այդ առումով չպետք է, բնականաբար պահանջատիրությունը պիտի շարունակենք, բայց խոսքից ավելի շատ գործ։ Ես մեկ օրինակ այդ առումով ուղղակի բերեմ, տեսեք 1920 թվականին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, չէ՞։ Դրանով պատմական Հայաստանի մի զգալի մասը, մեծ տերությունները կամ ժամանակի ազդեցիկ երկրները համաձայնվում էին եւ Թուրքիայի հետ ստորագրում էին, որպեսզի տան Հայաստանին։ Բայց այդ ժամանակ ցավոք սրտի Հայաստանը պատրաստ չգտնվեց այդ հողերը վերցնելու։ Այսինքն իրավական հիմքը մեծ տերությունների գոնե արտաքուստ բարյացակամությունը կարծեք թե մեր կողմն էր։ Ասում են տալիս ենք, վերցրեք, բայց մեր ուժը չբավականացրեց։ Մենք չկարողացանք թուրքական բանակներին այդ ժամանակաշրջանում դիմադրություն ցույց տալ արժանի
եւ ոչ միայն պահպանել Հայաստանի Առաջին Հանրապետության ամբողջականությունը, այլ նաեւ ել չեմ խոսում, որ մնացած հողերը հետ վերադարձնեն։ Բայց օբյեկտիվ հայացքով եթե նայենք, ինք ոչ միայն Թուրքիայի դեմ պատրաստ չէինք այդպիսի քայլի գնալ, այլ նաեւ չմոռանանք, որ արդեն սկսվել էր բոլշևիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի այդ մերձեցում, այս սիրախաղը, կարելի է այսպես ասել։ Սկսվել էր սիրախաղը, դա բավական ծավալուն եւ բարդ թեմա է հայ սուրբ։ Ուրեմն 1920 թվականից Խորհրդային Ռուսաստանը ձեռնամուխ եղավ նախկին ցարական կայսրության տարածքների վերականգմանը, սահմանի վերականգմանը։ Առաջինը խորհրդայնացած Ադրբեջանը, դա բնականաբար դրան հետևելու էր արդեն Հայաստանի եւ Վրաստանի խորհրդայնացմանը։ Մայիս ամսից Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ էր վարում։ Եվ այդ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը դնում էր մի պահանջ, որ մենք հրաժարվենք արևմուտքի միջնորդությունից հայ-թուրքական հարաբերություններում, այսինքն տարածաշրջան նրանց ազդեցության ճանաչումից եւ հակվենք դեպի Ռուսաստանը։ Մեր երկիրը գերադասեց արևմտյան կողմնորոշումը, եւ այդ կողմնորոշումը շարունակվեց մինչեւ 1920 թվականի նոյեմբերի վերջերը, երբ այլևս հնար չկար, ոչ մի ճանապարհ չկար նրանց հետ հարաբերվելու։ Մինչև վերջ մենք արևմուտքից կարճած մնացինք։ Այն դեպքում, երբ 1920 թվականի աշնանը թուրք-հայկական պատերազմը որ սկսվեց, մենք դիմեցինք տերություններին բոլոր միջազգային հանրությանը, որ օգնեն մեզ ռազմապես, բայց որևէ օգնություն չեղավ։ Այդ խնդրանքի մերժումից հետո էլ մենք շարունակեցինք դարձյալ հավատալ կամ հույս տածել նրանց հետ, այսինքն մեզ այդ ժամանակաշրջանում պակասեց իրատեսությունը։ Շատ է հիմա խոսվում թուրք-ռուսական սիրախաղի մասին, ճիշտ է, բայց այդ սիրախաղի հաջողման մեջ մենք եւս ունենք մեր որոշակի, այսպես ասենք, նպաստը, որ դա ավելի լավ։ Ես այսպեսի մի հարցադրում եմ ուզում բարձրացնել։ Տեսեք, մենք փոքր տարածք ունեցող երկիր ենք, գոնե այս տարածքով, որ հիմա ունենք։ Բնակչության մասին այլ պետք չի հիշատակել, եթե համատության մեջ դնենք Թուրքիայի հետ, մյուս կողմից էլ Ադրբեջանի հետ։ Բայց ունենք բավական ազդեցիկ, գոնե մարդաշատության առումով, տնտեսական տարբեր լծակներին տիրելու առումով գաղութներ, համայնքներ, հենց նույն Ռուսաստանի Դաշնությունում։ Հոլոկոստի ճանաչման մեջ գերմանացիների կողմից միայն Գերմանիայի պարտությունը եւ միջազգային հանրության, այսպես ասած, արդարության պաշտպանի դերում լինելու այդ հանգամանքը չէր, որ նպաստեց։ Նաեւ հրեական համայնքների ազդեցիկ այդ գործոնի դերակատարությունը կար եւ միևնույն ժամանակ նաեւ իրենց կողմից ճնշումը, որ կար այդ տարբեր երկրների կառավարությունների վրա։ Այդ մեր կապիտալը Ռուսաստանի Դաշնությունում հատկապես, որպեսզի հաջորդ սիրախաղում նորից մենք զոհ չդառնանք։ Այդ մեր կապիտալը Ռուսաստանում, լինի դա տնտեսության մեջ, լինի դա մամուլի լրատվության այդ դաշտում, որ հիմա տեսնում ենք բավականաչափ հայազգիներ կան, նույն արվեստի, մշակույթի գործում, չի վերածվում քաղաքականի։ Չի վերածվում քաղաքականի, երևի թե բավականաչափ ուժեղ չլինելու առումով հրեական սփյուռքը երևի թե առավել ֆինանսապես առավել ուժեղ եղել նախ եւ դրա համար էլ կարողացել է իր եւ գիտնականներին եւ մշակույթի գործիչներին նախ առաջ մղել։ Երկրորդն էլ հրեական սփյուռքը լինելով ֆինանսապես հարուստ տարբեր երկրներում կարողացավ տնտեսական եւ քաղաքական տարբեր շատ ազդեցիկ դիրքեր գրավել եւ նպաստել, մղել կամ շահագրգռել, որպեսզի տարբեր երկրներ ճանաչեն հոլոկոստը եւ ներկայումս Իսրայելի քաղաքականության այս կամ այն կերպ սատարել։ Մեր պարագայում ճիշտն ասած շատ այդպես տեղյակ չեմ, թե ասենք Ռուսաստանի հայերի ուժը որքան կհերիքի, ասենք, միջազգային ասպարեզում կամ Ռուսաստանում սատարելու համար, բայց այնուամենայնիվ, եթե որոշ ձեռնարկներ լինում են, ինձ թվում է նրանք անպայման դրա մեջ ինչ որ ներդրում ունեն։ Պարզապես այդ ներդրումը լինում է շատ թույլ։ Իսկ ուժեղ լինելու համար, եթե ուզում ենք ուժեղ լինի, կարծում եմ եւ նրանք պիտի առավել ակտիվ լինեն եւ մեր պետությունը երևի ինչ որ մի ձև պիտի փորձի այդ սփյուռքի, նաեւ Ռուսաստանի գործիչների
մեծահարուստների հետ համակարգված ինչ որ քաղաքականություն իրականացնի։ Վերջի շրջանում մենք նաև ականատես եղանք մի, այսպես ասած, ոչ ստանդարտ հայտարարության, որ արեց մեր աշխարհահռչակ շանսոնյեն Շարլ Ազնավուրը իր անկեղծ մոտեցումը արտահայտելով հետարքիր շեշտադրում էր արել։ Պահանջատիրության հետ կապված հողեր ենք մենք ուզում կամ այդպիսի ակնկալություններ ունենք եւ նույնիսկ կարելի է այսպես իրոնիկ բան տեսնել։ Մենք հող ենք ուզում, բայց մեր ունեցած հողը այսօր դատարկվում է։ Մեր ազատագրված տարածքը վերջին քանի 100 տարվա մեջ մենք կարողացել ենք հող ազատագրել եւ այսօր մենք փաստացի չենք կարողանում վերաբնակեցնել։ Եվ դրա առիթը նաեւ ունենք մենք։ Առիթը լավ առիթ չի, բայց ունենք իդեմս պարսկահայերի, իդեմս սիրիահայերի, իդեմս իրաքահայության եւ չենք կարողանում պարզապես, ել չեմ ասում թե ինչքան Սփյուռքից ներգաղթ կլինի, եթե երկրում օրինական, արդար, խաղաղ համակեցության այդ դաշտը լինի, մրցակցային առևտրի եւ բիզնեսի մեջ հատկապես, որ մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել իրենց հայրենիքում։ Եվ այս հարցերի վրա աչք փակել եւ միայն պնդել միջազգային ճանաչման վրա, միջազգային հանրությունը իր գործն է անում։ Հիմա դրանցից մի մասը իր շահը ունի։ Մեր սիրուն աշկերի համար չի անում։ Մի մասը ընդդեմ Թուրքիայի է անում։ Մի մասը մեզ հետ բարեկամ է, ասենք Լատին Ամերիկան, մենք բավական լավ համայնքներ ունենք, իրենք էլ Թուրքիայի հետ շատ առևտրատնտեսական հարաբերություններ չունեն եւ իրենց համար արդարության համար ձայն բարձրացնելը հարմար է եւ չի վնասում իրենց երկրի շահերին։ Մյուս մասն էլ նրբանկատ շրջանցում է բառը, չգիտեմ, Թուրքիային չնեղացնելու եւ այլն եւ այլն։ Հենց դա է խնդիրը, որ պիտի ներքնապես ուժեղ լինել։ Տեսեք 15-16 թվականներին մեծ եղերնը որ իրականացվեց, դա ինչու իրականացվեց։ Որտեւ մի կողմից գործ ունենք կազմակերպված հզոր թուրքական պետության հետ, իրոք հզոր երկիր էր դա եւ ներկայումս էլ հզոր է, փաստ է որ պիտի արձանագրենք, եւ դրա կողքին կար երկրորդ գործոնը։ Մենք հայությունը այդ շրջանում իր քաղաքական առաջնորդների մակարդակով միասնական չէր։ Այդպես էլ համաշխարհային պատերազմի նախորյակին եւ առաջին տարում մենք չկարողացանք ստեղծել միասնական համախմբված կենտրոն, որպեսզի կարողանանք դիմակայել թուրքական արհավիրքին։ Իսկ արհավիրքը, որ գալու էր, արդեն ազդակները կային ամենաուշը 1909 թվականից։ Միավորումը չստացվեց։ Ներքին կոնսոլիդացումը, համախմբումը չեղավ եւ այդ իսկ պատճառով թուրքերին բավականաչափ հեշտ եղավ ունենալով հզոր բանակ, հետախուզություն, ոստիկանություն, նաեւ թուրք եւ քուրդ մոլերանտ ժողովուրդ, որտեղ նրանք եւս մասնակցել են այդ ցեղասպանության գործողությանը, կարողացան բավական իրենց ծրագրերի մեջ հաջողության հասնել։ Իհարկե լիակատար հաջողության չհասան այն առումով, որ իրենց նպատակն էր նույնիսկ մեկ հայ կենթանի չթողնել, բայց այնուամենայնիվ 1.5 միլիոնի ոչնչացրեցին, ցեղասպանության ենթարկեցին, մոտ 300,000-ը մահմեդականացվեց, հաջողություն էր դա իրենց համար։ Ցավալիորեն դա պիտի արձանագրենք, բայց մյուս կողմից այն մասը, որը կարողացավ համախմբվել, բռունցք դառնալ, նրանք կարողացան շատ հաջողությամբ դիմակայել թշնամուն եւ ազատվել կոտորածներից։ Այն բոլոր շրջանները, բնակավայրեր, գյուղեր կամ քաղաքներ, որոնք դիմադրել էին, նրանք լրիվ կամ մասնակիորեն ցեղասպանության ընթացքում փրկվեցին այդ արհավիրքներից։ Վանի նահանգը, որ ուներ մոտ 200,000 բնակիչ, 150,000-ից ավելին փրկվեց ցեղասպանությունից։ Իսկ մնացած 50,000, ասենք, կոտորվել էին դեռ մինչև մեծ եղերնը, երբ որ թուրքական զորքեր օգտվելով ռուսական զորքերի աշնանային նահանջից 14 թվականին ժամանակ էին կոտորածներ կատարել։ Հաջողության հասանք Մուսալերում, հաջողության հասանք Վարդենիս գյուղում, նույնիսկ որ բավական փոքր գյուղ էր, բայց կարողացավ դիմադրել թուրքերին եւ փրկվել կոտորածներից։ Շատ ու շատ վայրեր, Ուրֆա, Շապին, Գարահիսար, կռվեցինք մինչև վերջ եւ կարողացանք մասնակի լրիվ կապ չունի, թեկուզ մի 1000 հոգի այնուամենայնիվ ազատվեցին։ Եվ այս առումով պիտի նաև հիշենք մեկ խոսք, նշանավոր խոսք է դա շատերը կլինեն, ուղղակի մեկ կիմանան, մեկ անգամ եւս կրկնեմ, Ուրֆայի վրա թուրքերի հարձակումը կազմակերպող Փաշան Ֆախրի զորավարը նրանց Ուրֆայի հերոսամարտից սարսափած նշում էր, թե ինչ կլիներ մեր վիճակը, եթե մի քանի այլ վայրերում եւս այսպիսի
կռիվներ լինեին։ Նրանք եւս մեր այդ ուժից իրոք վախենում էին, բայց մենք չկարողացանք։ Հիմա եթե գանք մեր օրերին, արտաքին առումով շատ հեշտ չասեմ, բայց խոսում ենք։ Խոսալը բավական հեշտական գործել է իհարկե։ Իհարկե արտաքին ճակատում մենք խոսքը չի, բնականաբար եթե Հռոմի Պապը համապատասխան ինչ-որ հայտարարություն կատարեց կամ այս կամ այն երկիր, բնականաբար մեր պետությունը դիվանագիտական բավականաչափ աշխատանք կատարել է, դա չնսեմացնենք։ Իրոք դրա համար շնորհակալ պիտի լինենք, որ կատարվել է, բայց իրենց պարտականությունն է արել են։ Դա ամեն դեպքում։ Դա իրենց պարտականությունն է նաև երկրի ներսում ամեն ինչ լավ լինի։ Հիմա եթե ներքնապես ուժեղանալ ենք ուզում, երկրում պիտի ստեղծվի սոցիալական համերաշխության մթնոլորտ։ Դրա համար պիտի բնականաբար բոլորը գնահատվեն ըստ արժանվույն, պիտի նախ եթե մի փոքր ավելի ներքևի པարզ մակարդակի շնենք, հա, պիտի մեր ժողովուրդը ունենա աշխատանք եւ արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Մեծահարուստ է բնականաբար թող լինի մեծահարուստ ունենա գործարաններ, չէ, կառավարի իր ցանկություն, իր ունեցվածքն է, իր ցանկությունն է, ոնց ուզում է, բայց դրան զուգահեռ նաեւ ժողովուրդը պիտի արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենա, որպեսզի թիկունք դառնա եւ երկրին, եւ մեծահարուստներին, այլապես մեկ բան է պետք։ Այս երկրում մարդը պետք է արժեք ներկայացնի։ Ոչ թե արժեք ներկայացնեն ուժեղ մարդիկ, հարուստ մարդիկ, բարեկամ ունեցող մարդիկ, կարմիր արուն ունեցող մարդիկ, չգիտեմ, առաջին սորտի մարդիկ։ Այստեղ երկիրը պիտի մարդու արժեքը պաշտպանված պիտի լինի, ինչը պաշտպանված չի։ Այսօր մենք շատ ազատություններից ենք խոսում, իրավունքներից ենք խոսում, բայց տարրական ապրելու իրավունքը այսօր մեր երկրում հարգված չի։ Դա շատ դրա խոսում վկայություններից այն, որ արտագաղթը շատ մեծ չափերի է հասել։ Պարզապես հավելելով ձեր ասածին, ես ուզում եմ նշել, որ եթե մարդը ներկայացնի արժեք, ինքը արժեք լինելով նպաստելու է նաև հասարակության այն վերին խավում գտնվող մարդկանց ապահովությանը։ Մի երկիր, որում չեղավ համերաշխություն, որտեղ ժողովուրդը թիկունք չկանգնեց քաղաքական, տնտեսական վերնախավին, այդ երկիրը վաղ թե ուշ փլուզվելու է։ Դա ցավալի իրականություն է եւ դրանից տուժելու է եւ հասարակ ժողովուրդը եւ վերնախավը։ Դրա համար այդ համերաշխությունը ասած ուտոպիական չի։ Դա բխում է ամբողջ երկրի բոլոր խավերի, ժողովրդի բոլոր խավերի շահերից։ Պարոն Ասերյան, ցեղասպանության գործոնը կարող է մեզ համար դառնալ շրջադարձային, բանալի մեր բոլոր ոլորտների առողջացման եւ զոհի կերպարից հաղթանակի, այսպես ասած, կերպարանք ունենալու այդ ուղղվածությանը։ Մանավանդ որ գոնե հոգևոր իմաստով այդ փորձը այսօր արվելու է ցեղասպանության նահատակների սրբադասումը հոգևոր ընկալմամբ դա հաղթանակի նշան է, դա պարտության նշան չէ։ Այսինքն մարդը իր հավատքը, իր սկզբունքները, իր դավանանքը, իր հայրենիքը որպես արժեք ունենալով չի դավաճանել, չի հրաժարվել եւ հանուն դրա իր ամենաթանկ արյունն է տվել, կյանքն է տվել։ Եվ դրանով հաղթանակած եկեղեցի է դարձել եւ սրբադասումը հենց դա է, որ մենք մահկանացուներս, որ դեռ ապրում ենք, հրճակում ենք իրենց որպես հաղթած մարդիկ, սուրբեր, ովքեր հաղթանակ են տարել չարի դեմ պայքարում։ Այս սա հասարակական կյանքում, մեր քաղաքական կյանքում, մեր սոցիալական կյանքում, մեր մշակութային կյանքում, բոլոր ոլորտների վրա ցեղասպանության գործոնը կարող է ունենալ այդ ներուժը մենք ունենք դարձնելու ռազմավարություն։ Ներուժը ունենք եւ կարող է դառնալ, բայց դրա համար պետք է պարզապես որպեսի մեր երկիրը, պետությունը ձեռնարկի համակարգված հետևողական աշխատանք։ Առիթը իրոք թեև տխուր առիթ է, բայց հնարավորություն անձեռում մեզ համախմբվել, ուժեղանալ, զորեղանալ, մեր նպատակների, ծրագրերի մեջ ավելի հստակ դառնալ։ Բայց դրա համար դա ցավալիորեն մեզանից կախված չի, իհարկե որոշ մասով կախված է, ասենք մեկս որպես հոգեվորական, մեկս որպես մանկավարժ, ամեն մեկս մեր տեղում ինչ որ աշխատանք կատարելու ենք, բայց մեր աշխատանքը կլինի արդյունավետ, արգասաբեր, եթե
Դա լինի պետականորեն համակարգված, նպատակամղված եւ հովանավորվեն այն բոլոր ուժերը, որոնք աշխատում են դրա օգտին, այդ նպատակի օգտին։ Դա ցավալի Ամեն հայոց հայրապետի խոսքի մեջ արտասանված Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում շատ հետաքրքիր մի ուղենշային դիտարկում կար, ուղերձ, նաև ուղված աշխարհին, որը կարծեք թե մեր լրատվության միջոցները այդքան էլ չեն ուզում ուշադրության առնեն։ Այնտեղ հստակ կապ կա ցեղասպանության եւ այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականության միջև։ Մոտարապես հետեւյալ միտքը արտահայտեց Վեհապար Հայրապետը, որ այսօր էլ Թուրքիան եւ Ադրբեջանը շրջափակված են պահում մեր երկիրը, լուծված չի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում ժողովրդի ազատ եւ ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու այդ իրավունքը եւ երրորդը տեղի ունեցած ողբերգության, չարիքի, ճանաչման, դատապարտման այդ այսպես ասած վերականգնման, այդ իրողությունը վերականգնված չի։ Բայց մյուս կողմից էլ մենք պնդում ենք, որ պետք չէ հայ-թուրքական հարաբերությունները կապել Ղարաբաղի խնդրի հետ։ Սա ոնց կարելի է հասկանալ։ Մենք որպես պետություն ցանկանում ենք մեր հարևանների հետ, ես այդպես եմ հասկանում, հաստատել բարեդրացական հարաբերություններ, որը կնպաստի բնականաբար բոլորիս բարեկեցությանը, բոլորիս տնտեսության զարգացմանը եւ այլն։ Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը բնականաբար այլ կերպ են մտածում։ Եվ դա միայն այսօրվա չի, դա գալիս է տասնամյակներ ու դարերի պատմություն ունի, կամ տասնամյակների, եթե դարերի մենք չասենք։ Թուրքիան, Ադրբեջանը շարունակելու են իրենց քաղաքականությունը մինչև Հայաստանը վերջնականապես իրենց ձգտումն է դա լինելու, ես դրանում համոզված եմ։ Թուլացնել, խեղճացնել եւ կարողանալ նրանից հետ վերցնել եւ Լեռնային Ղարաբաղը եւ մենք գիտենք, որ նրանք հավակնություն ունեն նաեւ Հայաստանի Հանրապետության ժամանակին ունեցել են այլ տարածքների նկատմամբ։ Դա իրենց համար շատ բնորոշ է։ Տեսեք մի օրինակ զուգահեռ ուղղակի պարզապես բերեմ 18 թվականի հունիսի 4-ին թուրքերը կնքեցին, չէ՞, մեր հետ պայմանագիր Բաթումի եւ դրանով հարկադրված ճանաչեցին մոտ 11-12000 քառակուսի կիլոմետր տարածքի անկախությունը։ Բայց նրանք դա հիմա ներկայացնում են որպես նվեր իհարկե, թե իբր իրենք էին ցանկանում, բայց ճանաչումից հետո թուրքերն ամեն ինչ արեցին, որ այդ պետականությունը խորտակեն։ Այսինքն նրանք կարող են դիվանագիտական հարաբերություն հաստատել, կարող են նույնիսկ ճանապարհները, եթե ցանկանան իրենց շահերից ելնելով իրենց պլանները փոխեն, ճանապարհները նորից բացեն, բայց իրենց նպատակը միշտ լինելու է մեր խեղճացումը, մեզ ծնկի բերելը։ Դրա համար մենք աշխատելով հանդերձ բարեդրացական հարաբերություն հաստատել, աշխատելով հանդերձ որ ճանապարհները բացենք, ել եմ ասում, մենք պիտի փորձենք ամեն կերպ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ դրա համար պարզապես պետք է լինենք ուժեղ։ Եվ մի այլ խնդիր կա, իհարկե մեր թեմայից գուցե մի քիչ շեղվենք, եթե սահմանները բացում ենք, Թուրքիայից գալիս են ապրանքներ եւ այլն, արդյոք մենք պատրաստ ենք նրանց դիմագրավել։ Արդյոք դա մեր ժողովրդի համար նոր գյուղացու համար, քաղաքացու համար նոր զրկանքների տեղիք չի տալու։ Հարցեր կա, մենք ինչքանով ենք պատրաստ այդ հարաբերությունների դիմադրողականության առումով, ինչպիսին է, ոնց ենք պատկերացնում այդ իրավիճակը։ Այսինքն Թուրքիան չճանաչելով հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ սպառնալիք մեր ազգային անվտանգության համար։ Այսա մենք կարողանում ենք հասցնել աշխարհին, որ այսօր էլ նրանք չճանաչելով մնում են նույն վտանգավորը։ Կարծում եմ որոշակիորեն կարողանում ենք հասցնել։ Նրանց համար դա փաստ է, իրենք էլ են տեսնում։ Բայց թե որքանով են նրանք դրան տեղյակ լինելով հանդերձ պատրաստ ինչ-որ մի քայլ անել հօգուտ Հայաստանի անվտանգության կամ Թուրքիային զսպելու առումով Հայաստանի անվտանգության ապահովման, ես դա ճիշտն ասած չեմ կարծում, թե նրանք որևէ կերպ կմիջամտեն։ Տեսեք, վերջին 1 տարվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար սահմանային միջադեպեր է գրանցում, անդադ հայ զինվորներ են զոհվում։ Բայց եվրոպական, ամերիկյան կողմերը կարծեք թե եթե ինչ-որ բանաձև լինում է այդ առիթների կապակցությամբ, պարզապես ընդհանուր կոչ են անում վերջ տալ սահմանային միջադեպերին կամ պահպանել հրադադարի ռեժիմը եւ այլն։ Գործնական որևէ քայլ այդ ուղղությամբ, որ անվտանգություն ապահովեն կամ Ադրբեջանի դեմ ինչ-որ պատժամիջոց կիրառեն կամ Թուրքիայի դեմ պատժամիջոց, որ սահմանը բացի, այդպիսի բան չկա։ Յուրաքանչյուր երկիր
Դարերի պատմությունն է դա ցույց տալիս։ Ունի իր հստակ շահերը եւ առաջնորդվում է դրանցով։ Մի կետ նշեմ։ Թուրքիան չլինելով Եվրամիության անդամ, այնուամենայնիվ ազատ առևտրի գոտու մեջ է Եվրամիության հետ, Եվրամիության երկրների հետ։ Այսինքն Եվրամիության ազատ առևտրի այդ գոտի ու սահմանը գալիս հասնում մինչև Հայաստան։ Այսինքն իրականության մեջ ոչ միայն Թուրքիա-Հայաստան սահմանն է փակ, այլ նաև Եվրամիություն այդ ազատ առևտրի գոտի որպես եւ Հայաստան սահմանն է փակ եւ Եվրամիությունը ոչինչ չի կարողանում անել Թուրքիայի դեմ այդ հարցը լուծելու համար։ Ինչ որ իմաստով նաև Եվրամիության պարտականությունն է դա։ Չէ՞ որ պարտականությունը ստանձնել Թուրքիան, ստորագրելով այդ ազատ առևտրի համաձայն եմ, բայց մենք գիտենք, որ պարտականությունները շատ հաճախ սոսկ պարտականություններ մնում են, այդպիսի խնդիր չի առաջացել։ Ես մի ուղղակի որպեսի առավել բովանդակալից լինի, տեսեք, տերությունները միշտ բնականաբար միջազգային հարաբերություններում անդադ ինչ որ արդարության կամ այս կամ այն երկրի անվտանգության մասին խոսացել են։ Մեկ օրինակ պարզապես բյուզանդական կայսրության պատմությունից 1453 թվականին գիտենք, որ թուրքերը գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաքը, չէ, Կոստանդնուպոլիսը, դրան նախորդած ժամանակաշրջանում բյուզանդական կայսրերը պարբերաբար այցելում էին արևմուտք, նրանց օգնությունը ստանալու համար ընդդեմ թուրքերի։ Լավ ընդունելով, բարի, լավ խոստումներ տալով հանդերձ եւ Հռոմի Պապը եւ եվրոպական երկրները որևէ օգնություն Բյուզանդիային ընդդեմ Թուրքիայի ցույց չտվեցին։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք ոչ միայն այն հանգամանքի հետ, որ մենք հայ ենք, մեզ չեն օգնում, չէ, պարզապես միջազգային իրողությունն է այդպեսին։ Կարող ենք երկու համեմատություն օրինակով բերել։ 18 թվականի մայիսյան իրավիճակը համեմատենք եւ համեմատենք քիչ առաջ որ խոսացինք 20 թվականի հայ-թուրքական պատերազմի իրավիճակը։ 18 թվականին մենք գտնվում ենք շատ ավելի ծանր սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական վիճակում, քան 20 թվականի աշնանը։ 18 թվականին մենք դեռևս լիովին կազմավորված բանակ չունեինք։ Դա գործն ընթացքի մեջ էր հայկական կորպուսը։ Աշխարհազոր կարելի ասել։ Աշխարհազոր մի մասով կանավոր, մի մասով աշխարհազոր, բայց մենք 18 թվականին կարողացանք թուրքական հաղթական անդադ հաղթանակող բանակների առաջն առնել եւ ջախջախել նրանց Երևանի մատույցներում, հանրահայտ փաստ է։ Ու ստեղծել մեր պետականությունը, վերականգնել, բայց 20 թվականին ունենալով հանդերձ 40,000-անոց զորք, ունենալով հանդերձ արտաքին դաշնակիցներ, մենք պարտություն կրեցինք ցավալի եւ հարկադրված էինք ի վերջո ընդունել երկրի խորհրդայնացումը որպես չարյաց փոքրագույն։ Այլապես Հայաստանը, Արևելյան Հայաստանը եւս կհայտնվեր Թուրքիայի տիրապետության տակ։ Ցեղասպանությունից հետո այլևս երբեք այդ արտահայտությունը, որ կիրառելի է եւ հոլոկոստից հետո հրեական իրականության մեջ եւ նաեւ մենք ենք շատ օգտագործում, այլևս երբեք է այսօր իրականը մեր կյանքում հաշվի առնելով մեր ներուժը, Հայաստանի իրականությունը, անկախ երկու հանրապետությունները եւ Սփյուռքյան իրականությունը։ Մենք պարզապես պարտավոր ենք անել այնպես, որ այլևս երբեք լինի իրականություն։ Ոչ միայն խոսք, տեսակետ, այլ իրականություն, այլ ելք չկա։ Մենք պարփակվել ենք 30-40 հազար քառակուսի կիլոմետրի մեջ եւ եթե այլևս երբեք մենք չամրապնդենք գործով, մենք պարզապես կհայտնենք շատ տխուր իրավիճակի մեջ։ Եվ պարզապես մի բան էլ պիտի ընկալենք բոլորս, որ այլևս երբեկն էլ բավական չի։ Նեղ այս սահմաններով տարածված, սա մի քիչ գուցե գնում է ուտոպիա, ես ուտոպիական առումով չեմ ասում, պարզապես ցանկությունն է այդպեսին։ Նեղ պարփակված սահմաններով մենք չենք կարող շատ բարեկեցիկ լավ ապրել։ Իսկ մեր նպատակը չեմ կարծում, թե միայն պատմության թաթերաբեմում հարատևելն է։ Ոչ, մեր ժողովուրդը ունի հազարամյակների պատմություն եւ բավական մեծ արժանինքներ ունի ապրելու լավ։ Մենք պիտի ոչ թե գոյատևենք, այլ զարգանանք, բարգավաճենք, ապրենք շատ բարեկեցիկ կյանքով։ Եվ այլևս երբեկի առումով, եթե գործնական նայենք Ադրբեջանի առումով, հա, մենք փառք մեր բանակին, մենք պատրաստ ենք Ադրբեջանի ոտնձգություններին դիմակայել։ Հախից գալու, այո։ Բայց մյուս կողմից կան առավել հզոր թշնամիներ։ Նրանց հետ եւս պիտի պատրաստ լինենք, որ կարողանանք նույն կերպ վարվել, դիմակայել։ Ուղղակի այլևս երբեկը պիտի նաև նայենք ոչ միայն պետական մակարդակով, ամբողջ ժողովրդի մակարդակով, այլ տեսենք սահմանախախտումները, որ լինում են, չէ, միջադեպերը, անդադ զոհում են հայ զինվորներ։ Մենք պիտի անենք այնպես, որ այլևս երբեկը դառնա նաև նեղ, առանձին մարդկանց առումով եւս, որ ոչ մի հայ զինվոր չզոհվի։ Շնորհակալություն մեր հավերն ընդունելու, մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է եւ մեր զրուցակիցն էր պատմաբան Արմեն Ասրյանը։ Մնացեք սիրո եւ խաղաղության մեջ։